Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 4-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Բլումբերգը հաղորդում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները, նրանց հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ագրեսիվ հրապարակային և կուլիսային լոբբիստական արշավ են վարում նրան խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար։ Ըստ գործակալության, Թրամփի առանցքային օգնականները մասնավոր զրույցներում առաջ են մղում նրա թեկնածությունը։ Սթիվ Ուիթքոֆը մրցանակը Թրամփին շնորհելու հարցը բարձրացրել է իր եվրոպացի գործընկերների հետ մասնավոր զրույցներում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս ներգրավվել է գործընկերներին համոզելու համար, որ Նոբելյան մրցանակ շնորհեն Թրամփին։ Բլումբերգի տվյալներով այդ արշավը մտահոգություն է առաջացնում Նորվեգիայում։ Նոբելյան կոմիտեն մտահոգված է խաղաղության մրցանակի հնարավոր մերժման վերաբերյալ Թրամփի արձագանքով։ Նոբելյան կոմիտեի քարտուղար Քրիստիան Բերգ Հարփվիկենը հայտնել է, որ ուղղակի ճնշում չի եղել իրենց վրա Թրամփին առաջադրելու համար, սակայն նրա օգտին արշավներ են ընթանում թե հրապարակային, թե քողարկված։ Ինչու է սա մեզ այդքան շատ հետաքրքրում։ Որովհետև դրանից հետո Դոնալդ Թրամփի վարքագիծը կլինի միանգամայն այլ։ Անկախ նրանից մրցանակը կտան, թե մրցանակը չեն տա։ Բայց այն, որ այսպես շատ մեծ ցանկություն ունի, թե ինչու՞ է Դոնալդ Թրամփը այդ մրցանակը ստանա, որ ամբողջ աշխարհը դրա մասին գիտի, եւ դա արդեն թուլություն է համարվում, որ անգամ ուժի դիրքերից տվեք այդ մրցանակը, այլապես խնդիրներ կունենաք, դա հաստատ պատիվ չի բերում Ամերիկայի Միացյալ Նահանգների նման ծանրակշիռ պետության ղեկավարին։ Խնդիրը ըստ ի վերջո ինչու է կայանում։ Լավ, ինչ է պատահել, ինչ Նոբելյան մրցանակ, կտան, չեն տա։ Ի վերջո ամենագլոբալ պատերազմը, որից կախված է նոր աշխարհակարգը, դա ուկրաինական պատերազմն է, որը ավարտված չէ։ Նույնիսկ եթե համարենք, որ առաջիկա մի քանի օրը հնարավոր կլինի պատերազմը դադարեցնել Գազայում, կգնան զիջումների, Համասը կգնա զիջումների եւ կլինի խաղաղություն, բայց վստահ եք, որ կլինի խաղաղություն, այդ ինչպես է լինելու։ Հարցը լուծվելու է, ո՞նց է լուծվելու։ Իսրայելը դեմ է, որ ստեղծվի Պաղեստին պետություն։ Հսկայական թվով պետություններ կողմ են, որ ստեղծվի Պաղեստին պետություն։ Ամերիկան դեմ է, որ ստեղծվի Պաղեստին պետություն։ Եվ այդ պարագայում ո՞նց է խաղաղություն տիրելու։ Որ կողմն է զիջելու։ Այո, եղել է համաձայնություն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր հովանու ներքո նախագահի 39-րդ նախագահի Քարտերի, որը որ Քեմփ Դեվիդյանն իր մերձ քաղաքային նստավայրում պայմանավորվեցին, գնացին երկու համաձայնագիր ստորագրեցին 1978 թվականին, իսկ խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում հաջորդ տարի 79 թվականին, բայց հիմնականը համարում էր այդ երկու համաձայնագիրը Քեմփ Դեվիդում ստորագրված, որով խաղաղություն հաստատվեց Եգիպտոսի և Իսրայելի միջև, բայց նրանք կռվում էին։ Նրանք պատերազմի մեջ էին, կռվում էին, հասան նրան, որ այդ խաղաղությունը հաստատվեց։ Խաղաղությունը հաստատվելուց հետո Իսրայելը այնքան գոհ էր այդ խաղաղությունից, որ Սինայի թերակղզու վրա ինքը վերահսկողություններ սահմանել, երբ որ պատերազմի ժամանակ ինքը նախահարձակ եղավ 6-օրյա պատերազմի ժամանակ, վերադարձրեց Եգիպտոսին։ Բայց կնքվեց խաղաղություն, եւ Միացյալ Նահանգները օգնեց եւ Իսրայելին եւ Եգիպտոսին։ Եվ Իսրայելը, որ նույնիսկ Եգիպտոսը, որ խնդիրներ ունեցավ արաբական երկրների հետ, այնուամենայնիվ ինքը շատ լուրջ աջակցություն ստացավ Միացյալ Նահանգներից։ Այն աշճանի, որ Անվար Սադաթի արածը դավաճանություն համարեցին, տվեցին, սպանեցին 2 տարի հետո։ Արդեն համաձայնագիրը, պայմանագիրը ստորագրեց հետո 81 թվականին։ Բայց ի վերջո խաղաղության Նոբելյան մրցանակ տվեցին եւ Անվար Սադաթին, Եգիպտոսի նախագահին, եւ Մենահեմ Բեգինին, Իսրայելի վարչապետին,
Իսկ 2002 թվականին այդքան տարի պաշտոնաթողությունից արդեն հետո որը միակ դեպքն ա եղել, տվեցին նաև Ջիմի Քարտերին հենց Քեմփ Դեվիդյան համաձայնագրերի համար։ Բայց մենք հասկացանք, որ հարց լուծվեց։ Այսօր այդ հարցը լուծվելու է, նույնիսկ եթե դադարի պատերազմը։ Պաղեստինյան հարցը չի լուծվել անգամ Օսլոյի համաձայնագրի ժամանակ 1993 թվականին, որ անգամ ինքնավարությանը համաձայն էր Պաղեստինը։ Բայց այդ պարագայում նորից չլուծվեց։ Թեպետ այդ պարագայում նաև հիմա Իսրայելի ղեկավարին Իցխակ Ռաբինին դավաճան համարեցին եւ 95 թվականին էլ նրան թագավորների հրապարակում սպանեցին։ Չնայած հետագայում բարձր գնահատեցին նրա խաղաղության ջանքերը։ Իսկ այսօր Պաղեստինում չի հասնելու դրան Դոնալդ Տրամփը։ Ասել, որ Հնդկաստան-Պակիստան խաղաղություն բերեցի, իրանք էլ չեն հավատում այդ ասացին, ինչ խաղաղություն բերվեց։ Չի աշխատում դա։ Կամ դա ներկայացնել Հայաստան, Ադրբեջան, որի համար Նոբելյան մրցանակ։ Եթե Նոբելյան կոմիտեի անդամները ցանկություն ունենան լուծումը գտնելու, դժվար չի, կարող են բաժանորդագրվել Էդվարդ Նանտինյանի YouTube-յան ալիքին եւ ես ասեմ, թե ինչպես են դրա տակից դուրս գալու։ Ամսի 10-ին, հոկտեմբերի 10-ին արդեն կհայտարարեն գաղտնիության պայմաններում կգնա մինչև հոկտեմբերի 10, այդ օրը կհայտարարեն տալիս են մրցանակը, թե չեն տալի։ Իսկ շնորհելը արդեն ելնում է դեկտեմբերի 10-ին ավանդաբար Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի կապակցությամբ։ Բայց հարցը որն է, տալ Դոնալդ Տրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ, պետք է ամբողջ աշխարհը գիտի, որ դա ճնշման տակ տվեցին։ Չտան Նոբելյան մրցանակ, խնդիր են ունենալու։ Իսկ դրա համար կա մի լուծում։ Այս տարի Նոբելյան մրցանակ չտան ոչ մեկին։ Նման պրակտիկա եղել է։ Ոչ մեկին։ Չգտնեն, որ որևէ մեկը խաղաղության համար այդքան ջանքեր է գործադրել։ Եվ ուղղակի ակնարկեն, որ Դոնալդ Տրամփի հարցին կանադառնան 2026 թվականի համար, երբ որ արդեն ուկրաինական պատերազմի հարցն էլ լուծված կլինի։ Իհարկե իրանք չեն կարող 25 թվականի որոշման մեջ ասեն իրան տեղափոխում են 26, պարզ է, բայց ուղղակի դա կբացատրվի, կմեկնաբանվի այդպես, որովհետև այսօր տալ անգամ այդ պրակտիկան էլ կա մեկից ավել թեկնածուների պատիվ չի բերում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին եւ որևէ մեկին էլ հետը տաս։ Նույնիսկ եթե դա անգամ պրակտիկա պատահել է նաեւ, որ միջազգային կառույցների են տվել, անհատի ու միջազգային կառույցի կամ միայն միջազգային կառույցի։ Բայց հիմա քանի որ շատ դեպքերում դա չտալը խնդիր է, լուծումը մեկն է, չտալ ոչ մեկին։ Եվ տեղափոխել 26 թվական։ Եվ ակնարկել, որ այո, այս նոր աշխարհակարգի հետ կապված գլոբալ խաղաղություն կարող է լինել միայն ուկրաինական պատերազմից հետո։ Եվ դրա հետ կապված գոնե մի քիչ էլ մենք կհանգստանանք, էլի, որովհետև այս լարվածությունը հասնում է ամբողջ աշխարհին։ Վայ հիմա տեսնենք մի քիչ ձգենք, տեսնենք կտան թե չեն տա, ըստ այնեմ իմանանք ինչ անենք։ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորենք, բայց սպասենք տեսնենք արդյոք դա կնպաստի թե խանգարի, որպեսզի Նոբելյան մրցանակ տան։ Ի վերջո պետք է հասկանալ, որ 2009 թվականին Նոբելյան մրցանակի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման շատ անհարգալից իրան պահեց, որից հետո պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները նման մրցանակի չհավաքնեն։ Իրանք աշխարհի ամենամեծ պաշտոնն ունեն, էլի։ Իսկ դա մեկ անգամ էլ կարծես հիշեցնեմ, որովհետև ինքը գնաց Նոբելյան մրցանակը ստացավ, բայց 3 ավանդական միջոցառում ալնում դափնեկիրների հետ կապված, որից մեկը թագավորի հետ ճաշկերույթը, որի համար շատ լուրջ ծախսեր արված եւ աննախադեպ անվտանգային հարցեր լուծած ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ագալի, իսկ այդ ծախսերը նաեւ ընկել էր Նոբելյան կոմիտեի վրա, նրանք այդքան մեծ ռեսուրսներ չունեն, եւ նաեւ ընկել էր հենց պետության վրա, իշխանության վրա, վերջը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Բայց ինքը չհարգեց, թագավորի հետ ճաշկերույթին չմասնակցեց, ավանդական ճաշկերույթ Նոբելյան կոմիտեի հետ դրան նույնպես չմասնակցեց, ավանդական հարցազրույց, որը միշտ տալիս են հաղթողները հեռուստաընկերությանը, որտեղ բոլորը նայում են, որ այդ
այդ մասին ամեն ինչ նշվում է, ինչ եղավ եւ այլ, դրանից էլ հրաժարվեց խիստ զբաղվածության պատճառով։ Բայց չգիտես ինչի, որոշեց այդքանից հետո փոխանակ վերադառնալ Ամերիկա, ասել դե հրաբուխ ա եղել, երկրաշարժ ա եղել, չէի կարա չգամ, չէի կարա սպասեմ, բայց դրա փոխարեն ինքը գնաց հանդիպեց Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգին, որը հետագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր, հիմա էլ ֆինանսների նախարարն է։ Այսինքն դրանով ավելի շատ ընդգծվեց այդ անհարգալից վերաբերմունքը այդ պետության նկատմամբ, նրանց թագավորի նկատմամբ, իսկ թագավորը չի փոխվել, նույնն է, եւ նրանք կարող են այդ վերաբերմունքը ունենալ, որ ասեն մեզ վիրավորել եք, բացի այդ հսկայական խնդիրների մեջ ենք մենք մտնում, անունը ինչ ենք ունենում։ Բայց լավ, դա էլ համարենք ու դրա ձևը կարող են գտնել, բայց այսօր այս տարվա համար դա փորձել անելը անիմաստ է, որի պատճառով իզուր լարվածության մեջ է գտնվում մոլորակի Դոնալդ Թրամփը շատ լուրջ անելիք ունի։ Նա պետք է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել տա եւ պարտադրի խաղաղություն ուժի դիրքերից, որովհետեւ այլ լեզու Վլադիմիր Պուտինը չի հասկանում։ Սա է ճանապարհը։ Իսկ խաղաղության Նոբելյան մրցանակ ես էլ կդիմեմ վաղը եկող տարվա համար, եթե ինքը Ուկրաինայի պատերազմը այս տարի դադարեցնի։ Հիմա հասկանանք ինչ է կատարվում, որովհետև այս ամեն ինչը հատկապես նաև Ռուսաստանի հետ կապված ինչի է մեզ համար շատ կարևոր, այս ակտիվությունը, որ նախընտրական նաև սկսվել է թե իշխանության, թե նաև ընդդիմության կողմից, եւ այդ բոլորը խաղում են ռուսական դաշտում։ Ինչքան էլ ասեմ բալանսավորված քաղաքականություն, դա հեքիաթ է, որովհետև ոչ մի բալանսավորված քաղաքականություն էլ չկա։ Այսքան Ռուսաստանի շահերը սպասարկելու դրա բալանսավորվածը որն է, ուղղակի սենց են արել, նեժարի վրա, այս կողմից էլ են Ռուսաստանի կողմից, այն կողմից է, երևի բալանսավորումը տենց են հասկանում, բայց հիմա նայենք այդ երկրում իսկապես վիճակը ինչ է, էլի։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի իշխանական պատգամավոր Իրինա Ռոդնինան կոչ է արել վերջնականապես հրաժարվել արևմուտքի հետ մարզական մրցույթներից։ Նրա խոսքերով անհրաժեշտ է զարգացնել ներքին սպորտը։ Շրջանցելու համար կան մրցույթներ՝ կրոս, ռեգատա, վազքեր, դադարեք արդեն մրցել, պետք չէ նայել մրցակիցներին, պետք է զարգանանք ինքնուրույն, որպեսզի մեր երկրի բնակչությունը լինի բավարարված, երջանիկ եւ հպարտ, որ ապրում է Ռուսաստանում։ Եվ սա ասում է 76-ամյա Իրինա Ռոդնինան, իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ, որը խորհրդային միության ժամանակ գեղասահքի 3 անգամ օլիմպիական չեմպիոն էր, 10 անգամ աշխարհի չեմպիոն, 11 անգամ Եվրոպայի չեմպիոն։ Իր ամբողջ կենսագրությունը կախված էր միջազգային հարթակներում հանդես գալու։ Եվ իմ սերունդի մարդիկ հրաշալի հիշում են։ Ալեքսեյ Ուլանովի հետ էր, զույգ էին, հետո Ալեքսանդր Զայցևի հետ։ Էս ինչ է պատահեց ես։ Միջազգային հարթակներ, մրցումներ, պետք չի Ռուսաստանը մեկուսանում է եւ հպարտանում է, որ ապրում են Ռուսաստան։ Բան հարմար չի, 76 տարեկան կնիկ ես, հայ հետ գնացել է, վայ այդ մնացել է։ Այդ է քո ժողովրդին ասած քո խոսքը, այս սուտի հայրենասիրությունը, հա, հպարտացեք, որ Ռուսաստանի քաղաքացի եք, գնացեք սպանեք ուկրաինացիներին, հետո հանկարծ, որ մեկուսանաք, ոչինչ, հպարտացեք, որ մեկուսացել եք։ Ինչ է նշանակում մենք մերոնցով մրցենք ու դրանով զարգանանք։ Իրինա Ռոդնինա դրանով զարգանում են։ Ամոթ չի լավ։ Ինչ եք տանելու այս աշխարհից։ Այդ չմուշներն էլ հետը դնեն, էլի դա եսի ինչ չի տալու, այնտեղ չես քշելու։ Երևի կբացատրեն, որ այնտեղ չես քշելու։ Եվ որ տարիքում են խելք հավաքում, ես չգիտեմ, ժողովուրդ ջան։ Սա նորմալ է հիմա։ Այսինքն փոխանակ մարդը միջազգային հարթակներում հանդես եկած, պետության պատիվը բարձր պահած, իր շնորհիվ պետության հիմնը հնչած։ Մարդը կանգնի ասի ժողովուրդ, մենք էս ինչ ենք անում։ Այդ տարածքների հետևից ենք ընկել Ուկրաինայի, հողին ենք հավասարեցնում, հետո հետ են գրավում, մեր պատերազմը բերել ենք մեր երկիր, ինչ համերարածը, միլիոնից ավել զոհ ենք տվել, դեռ պատերազմի ծայրը չի երևում։
Ինչն է հանգեցնելու, որ մենք հասկանանք, որ պետք է կանգ առնենք։ Եվ ասողը ով պետք է լինի։ Ասողը պետք է այս կարգի մարդը լինի։ Աշխարհ տեսած, աշխարհի տարբեր արենաներում հանդես եկած, դահլիճներում հանդես եկած մարդը։ Հենց դառնում են իշխող կուսակցության անդամ, էսա վիճակը ժողովուրդ ջան։ Այս օրինակ սա ինչ է ասում։ Իհարկե էլի կանրադառնամ դրան մի քիչ որ ժամանակ մնա Ռուսաստանի իրավիճակներին, որտեղ դա մեզ շատ հետաքրքրում է, առավել ևս հիմա ավելի լարվելու է այդ ամեն ինչը։ Associated Press-ը հաղորդում է. ԱՄՆ Բոստոնի դաշնային վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ Թրամփի վարչակազմը չի կարող քաղաքացիություն չտրամադրել երկրում անօրինական կամ ժամանակավորապես ծնված երեխաներին, ինչը սրում է նախագահի ծննդյան իրավունքի վերաբերյալ հրամանագրի դեմ աճող իրավական մարտահրավերները։ ԱՄՆ առաջին ատյանի վերաքննիչ դատարանի 3 դատավորներից բաղկացած կազմը հունիսից ի վեր դարձել է 5-րդ դաշնային դատարանը, որը կայացրել է կամ ուժի մեջ է թողել ծննդյան իրավունքի վերաբերյալ քաղաքացիության մասին հրամանագիրը արգելափակող որոշումները։ Դատարանը եզրակացրել է, որ հայցվորներն ամենայն հավանականությամբ հաջողության կհասնեն իրենց պահանջներում, առ այն, որ որոշման մեջ նշված երեխաները ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն համաձայն Սահմանադրության 14-րդ փոփոխության քաղաքացիության կետի։ Այս տարվա հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելու օրը ստորագրված հրամանագիրը կասեցնում էր քաղաքացիության ավտոմատ ստացումը ԱՄՆ-ում ապօրինի կամ ժամանակավորապես ծնված երեխաների համար։ Ինչն է այսօր ավելի շատ կարևոր է հարցում։ Միայն նա չէ, որ ենթադրենք Դոնալդ Տրամփը որոշեց կասեցնել եւ քաղաքացիություն չտալ այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդը որ չի ապրել, չի ծնվել, այնտեղ ինքը գնացել է ժամանակավոր երեխային ծնվելու իրավունքով քաղաքացիություն չտան։ Բայց դա չէ, որ սահմանադրական նորմ է։ Փոփոխությունը 14-րդ կատարվել է եւ դա սահմանադրությունն է ապահովում։ Իսկ սահմանադրական փոփոխություն առանց անելու այդ սահմանափակելը ուղղակի անօրինական է։ Իսկ սահմանադրական փոփոխությունը անցկացնելը նույնիսկ համարում եմ, որ այս բանը նույնիսկ անհնարին է։ Նույնիսկ եթե մենք պրակտիկան նայենք, որ սահմանադրական ուղում մտցնելը, օրինակ 22-րդ հոդվածը, որ նախագահ 2 ժամկետից ավել չպաշտոնավարի, 4 տարի է տևել մինչև ընդունվել է։ Շատ բարդ ընթացակարգով, նահանգների քվեարկություններով, այսինքն դա իրականում եթե նայենք իրատեսական չի, բայց հարց Եթե իրատեսական չի ու Դոնալդ Տրամփը տենց ոգևորված աթոռին նստում է ու այդ հրամանագիրը ստորագրում, այդ տեսեք ես էս եմ անում։ Բա մի հատ ադմինիստրացիան չի ասում, ընկեր ջան, այդ որ դու անում ես, խնդիր ես ունենալու։ Դա հակասում է սահմանադրությանը, չես կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը անտեսես քո հրամանագրով։ Իմաստը ո՞րն է, լավ։ Այս նոր չէ էլի, որ այս մասին խոսում ենք։ Լավ ինչ եք այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կարգավիճակը արժեզրկում։ Բալավ ադմինիստրացիայի մի մասնագետ չկա, ասի շատ ուրախ ենք, որ դա անում ես, բայց չի անցնելու դա։ Անիմաստեղ խայտարակ են կլնելու, իմաստը ո՞րն է։ Ինչ է տալու դա մեզ։ Եթե եկեք փոխենք սահմանադրությունը, եթե կարող ենք։ Եթե չենք կարող, ուրեմն չպետք է անենք։ Բերեք մտածենք միգրանտների դեմ պայքարելու այլ սխեմաներ։ Բայց ոչ հաստատ դա։ Ոչ էլ այդ միգրանտներին զորով լստել ինքնաթիռ տանելն էլ չօգնեց, ոչ է սահմանները փոխել։ Էական դուք տարբերություն տեսնում եք։ Կա տենց բաներ, որ ասիկը շատ լուրջ արդյունքներ ա գրանցվել։ Ու բացի դրանից նաև մի ուրիշ խնդիր էլ կա։ Այնպես չի, որ պետությունում բոլորը գոհ են, որ սա ընդունվի եւ այդ մարդկանց քաղաքացիություն չտան։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունը մոտ 340 միլիոն է։ Բայց 97 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա մոտավորապես, եթե Կոլումբիայի օկրուգն էլ հաշվենք, այսինքն մի քառակուսի կիլոմետրի վրա 36 մարդ։ Հայաստանը մի քառակուսի կիլոմետրի վրա 100 մարդ։ Այսինքն համարյա 3 անգամ պակաս։ Բայց ուրիշ բան նայենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան նահանգներ, որտեղ կարող է 1 քառակուսի կիլոմետրի վրա 480 մարդն էլ անցնի։
480, 300, 250, այո, շատ բարձր թվեր են, նույնիսկ շատ բարձր կան Հայաստանում, բայց կան նաև նահանգներ, որտեղ մի քառակուսի կիլոմետրը կես մարդ է, 2 կամ 3, Ալյասկայում կես։ Եղբայրինս քաղաքականություն տարեք, որ մարդիկ երազում են գան Ամերիկա, գնան ապրեն այն նահանգներում ու աշխատեն, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։ Այո, հասկացանք, պայմանները մի քիչ լավ չի, բայց հաստատ ավելի լավ է, քան այն երկրներում, որից իրանք գալիս են, չէ՞։ Այդ ոնց է ստացվում այնպիսի քաղաքականություն ավարվում, որ մարդը գլուխ ջարդելով գալիս է հասնում Ամերիկա, բայց ուզում է ապրի այն նահանգներում, որոնք ամենաբարձր խտությունը ունեն։ Եվ այո, այնտեղ աշխատանքն էլ կա, այնտեղ շատ հարցեր էլ կա, հա բայց կյանքն էլ թանկ է, բայց եւ միևնույն ժամանակ իրանք փորձում են աշխատանք գտնել, այնտեղ աշխատել։ Բա ոնց անենք, որ բարենպաստ միջավայր ստեղծվի նաև մյուս նահանգների համար։ Այդ աշխատուժի կարիքը ունեք, այդ քաղաքացիների կարիքը ունեք։ Ձեր բնակչությունը կրիտիկական ավել չի։ Ձեր բնակչությունը, որ սովորական նայես, նես առանձնապես մի մեծ թիվ չի։ 9-6 միլիոն քառակուսի կիլոմետր է, Չինաստանը 1.4 միլիարդ մարդ ապրում։ Համարյա Ամերիկայի չափը, մի քիչ պակաս։ Այսինքն սա նրա համար, որ ձևը գտեք, ոչ թե արգելելու, ոչ թե փակելու, սահմանափակելու, խնդիրներ ստեղծելու։ Շատ նահանգներ կա, որ նույնիսկ երազում են ապօրինի միգրանտը գա այնտեղ աշխատի, որտեղ սոցիալական խնդիրների մեջ չգիտես ինչա, հազարով մի հարցեր կա, նրանք աշխատուժի կարիք ունեն։ Նույնիսկ չգրանցված աշխատուժը իրան ձեռք կատարելու, որ շատ հարկեր չվճարեն։ Հասկացանք անօրինականը, ձևը բռնեք, ձևը գտեք, հենց արեք, այդ մարդիկ դռները ջարդում են, որ Ամերիկա մտնեն, գնան այնտեղ, որտեղ այդ մարդկանց կարիքը իսկապես կա։ Եթե չլինի, այդ նահանգները չեն կոտորի իրանց, որպեսզի այդ մարդկանց դուրս չանեն, չեն անի ամեն ինչ, որ թաքցնեն։ Ունեն այդ մարդիկ այդ աշխատուժի կարիքը, ուրեմն լուծումը գտնված չի։ Լուծումը ռադիկալ ձևով թևից բռնել փողոց շպրտելը չի։ Դա չի լուծում հարցը։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատուժի ներհոսքի կարիքը չունենար, այդքան տարբեր արտոնություններով չէր սահմանի կամ տարբեր ռեժիմներ չէր սահմանի, որպեսզի Ամերիկա գնան։ Էլ green card, էլ gold card, էլ չգիտես ինչ card, ավենիչի նպատակը որն է։ Ամբողջ աշխարհից մագնիսի պես քաշի աշխատուժ, չէ։ Բա ունես դրա կարիքը։ Լավ խելացիներին քաշեցիր, գնացին արտոնյալ լավ հարմար տեղեր աշխատեցին, այն մյուսներն է գնաց սովորական աշխատանք անեն։ Դրա կարիքը ունեն, չէ՞ մյուս նահանգները։ Ինչ կարիք կա որոշում կայացնել խայտառակը լինել։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է. Հունգարիան կդիմի դատարան, եթե Եվրամիությունը խախտի իր օրենքները երկրին վետոյի իրավունքից զրկելու եւ Ուկրաինային միության մեջ ընդունելու համար։ Օրբանի խոսքով Բրյուսելը պլանավորում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հեռացնել Հունգարիայի կառավարությանը։ Նրանք ցանկանում են երկրի ղեկին տեղադրել Ուկրաինամետ ընդդիմություն, որը հետագայում կհաստատի Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, հավելել է Հունգարիայի վարչապետը։ Այս մարդը չգիտեմ, էլի ասենք ինչ նյութից է սարքած։ Ոնց է այդ երկիրը հերն անիծում այդ երկրի Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրի։ Այդ ըմբոստ երկրի, որը առաջինը ոտի կանգնեց ընդդեմ խորհրդային միության։ Այդ ըմբոստ ազգի, որ երեխաները դուրս եկան պայքարի տանկերի դեմ, որ հանուն իրանց երկրի անկախության, որտեղից են սրանք թե ու այսքան տարի էլ պաշտոնավարում է։ Այսինքն Ուկրաինան ինչ-որ խցկվում է գնա Եվրամիություն։ Բա Եվրամիությունը չէր բանակցում Ուկրաինայի հետ։ Բա ասոցիացիան համաձայնագիրը ում հետ էին կնքում։ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում, որ խնդիր առաջացավ նաև Յանուկովիչը հրաժարվեց, որի պատճառն էլ եղավ իր պաշտոնանկությունն ու փախուստը, որից հետո հաջորդ տարի նորից ասոցիացիան հարցը Ուկրաինան արեց։ Բայց 10 տարուց ավել, եթե նույնիսկ դա ասոցիացիան անդամ էր, հետո դառավ թեկնածու, բայց դրանից առաջ քանի տարի էին բանակցում, որ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ։
Այսօր անգամ Ռուսաստանն ասում է Ուկրաինայի Եվրամիության անդամ դառնալու հետ, ես խնդիր չունեմ, ես ունեմ ՆԱՏՕ-ի անդամ չլինի։ Չնայած դա էլ է սուտ ասում, որովհետև Եվրամիության անդամակցության հետ կապված ինքը առիթը օգտագործեց մտավ Ղրիմը օկուպացրեց։ Բայց լավ, այսօր նայենք, այսօր Օրբանը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Պուտինը կանգնում ասում է մենք խնդիր չունենք Ուկրաինայի Եվրամիության անդամակցությանը։ Օրբան, դու ինչի խնդիր ունես։ Եթե օկուպացված տարածքներն է վերականգնի Ուկրաինան, 603,000 քառակուսի կիլոմետրանոց մաքուր եվրոպական պետություն է, ինչա պատահել։ Ինչ խնդիր ունես դու։ Այսօր Եվրոպայի ամենամեծ տարածք ունեցող պետությունն է։ Ես չեմ համարում Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը մաքուր եվրոպական չի, եվրոպական մասում էլ ունի, ասիական մասում էլ ունի։ Նույնը վերաբերում է Թուրքիային։ Թուրքիան է շատ փոքր եվրոպական մաս ունի։ Մաքուր եվրոպական ամենամեծ տարածք ունեցող երկիրը Ուկրաինան։ Եթե պատերազմն ավարտի մարդիկ վերադառնան իրանց տուն, նախապատերազմական իրավիճակի գրաֆիկով, մոտավորապես 40 միլիոնուց բնակիչ ունեցող երկիր է։ Պետք չի դա Եվրամիությանը։ Ինչն է պատճառը, որ տես պրինցիպիալ ձևով ուզում եք Ուկրաինան Եվրամիության անդամ չդառնա։ Նույնիսկ ասма լավ ՆԱՏՕ-ի հարցն էլ դնում ենք մի կողմ։ Անվտանգության երաշխիքը պատերազմից հետո կտակ, համարենք դա ՆԱՏՕ-ի հարցը լուծած։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունները գալիս են տարածքում տեղակայում են խաղաղապահ ուժեր։ Կարելի է անընդհատ բողոքել Եվրոպայից, թե դու ինչի ես ուզում, որ Հունգարիան լինի եվրոպական ընտանիքի պետություն, խի չես թողում, լսի հոր լրտեսես, գնա լրտեսություն արա, հասկացանք, արդեն բացահայտված լրտեսես, արդեն ոչ մեկը չի համարում, որ Օրբանը գաղտնի լրտես, բացահայտված Ռուսաստանի լրտեսես, հասկացել ենք, լավ։ Այսինքն հետո էլ զարմանում է, որ իրան ուզում են վետո իրավունքից զրկեն, բա թողեն ինչ անես։ Թողեն դու տասնամյակով բանակցեն Ուկրաինայի հետ, այդ մարդը կյանքի գնով պայքարի իր անկախության համար, զոհերի գնով փորձի իր տարածքը պահի, ցանկանա հետևողական զարգանա գնա դեպի։ Ի վերջո հետխորհրդային տարածքում առաջի հեղափոխությունն էլ Ուկրաինայում եղավ։ Ուկրաինան, որը ՈԱՄ-ի անդամ պետությունն է, որը ձգտում էր դեպի Եվրոպա։ Ուսիմ նայենք Վրաստանը, որը որ կտրուկ ձևով փոխվեց դեպի շեղվեց դեպի Ռուսաստան, եւ այս պարագայում հիմա էլ տեղական ինքնակառավարման մարմինի ընտրությունը վերածվեց լուրջ բախումների եւ լուրջ կոնֆլիկտների ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Եվ սա ընդհանրապես այդ ընտրություններին չի վերաբերում։ Սա այն կուտակված լարվածությունն էր, որը առաջացավ խորհրդարանական ընտրություններից հետո, որ ոչ մի պարագայում չցանկացան վերադառնալ այն պայմանավորվածություններին, որ այդ ժողովուրդը ինքը ընդունել էր։ Այո, ասոցիացիան համաձայնագիրներ էր անցել, տեխնացու պետության կարգավիճակներ էր անցել եւ Վրաստանին ասում են մինչեւ 2030 թվականը կդառնաս Եվրամիության անդամ, լա հիմա էլ Եվրոպարլամենտն ասում էր մեր ժամկետը լրանում է 29 թվականին, այնպես անենք մեր ժամկետի լրացման հետ միանգամից ընդունենք, որ պետություններին ընդունում ենք։ Այսինքն այդ գրաֆիկը դրած էր 30 թիվ, բայց ուզում էին հասցնեն 29 թիվ, որը վերաբերում էր Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա։ Ինչա կատարում։ Հիմա Մոլդովան իր հարցը կլուծի։ Ուկրաինան այնա տեսնում եք ոնց է խանգարում, որ չլուծի։ Իսկ Վրաստանը գնաց Ռուսաստանի տակ։ Մեկը հարցնի Վրաստան, դու ինչի ես գնում։ Դու աշխարհի հետ կապ ունես, դու հնարավորություններ ունես, արևմտյան գծով դու շատ ավելի առաջ ես Հայաստանից, Եվրամիության հետ քու տարած աշխատանքով, ՆԱՏՕ-ի անդամակցության հետ կապված հանրակրվե ես արել, հասարակության հետ 77%-ը կողմ ա քվեարկել ՆԱՏՕ-ի անդամակցության, դեռ 2008 թվականի հունվարին։ Դու քեզ ինչ ա պատահել։ Լամեզ ասում են ուղիղ ճանապարհ չունենք, լամեզ ասում են ինչ որ բանով կախվածություն ունենք հարևաններից, դե Թուրքիան մաքսային միության անդամ է, Եվրամիության, գոնե Թուրքիայի ճանապարհով կարող են գնալ կամ Վրաստանի, եթե ձգտի Եվրոպա։ Այսինքն մերը լա ինչ որ մեկի միջոցով է, քոնը ուղիղ է։ Եվ ինչ հաստատում, Վրաստանի ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ, քաղաքացիական ակտիվիստներ հանրահավաք են անցկացնում Թբիլիսիում։
հանդես գալով տեղական մարմինների ընտրությունների դեմ։ Վրաստանի մայրաքաղաքում ցուցարարները ներխուժել են նախագահական պալատի բակ։ Պալատի բակում քաշքշուկ է սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանները փորձում են հետ մղել ցուցարարներին կիրառելով պղպեղի գազ։ Ցուցարարները նահանջում են, բայց նոր ուժերով փորձում են նորից գրոհել։ Նրանք ճեղքել են ցանկապատը, հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, անգամ բախումների ժամանակ կան վիրավորներ։ Նախկին օպերայի երգիչ ընդդիմության կողմնակից Պաատա Բուրչուլաձեն Թբիլիսիում կայացած հանրահավաքում հանդես է եկել հայտարարությամբ, որ երկրի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն, նրա խոսքով իշխանությունը պատկանում է ժողովրդին և այն պետք է նրան վերադարձվի։ Բուրչուլաձեն պահանջել է ձերբակալել և դատարանին հանձնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին, իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։ Իհարկե հիմա այն որ Բիձինա Իվանիշվիլին սենց կտրուկ ձևով ցանկանում է երկիրը տանել Ռուսաստանի տակ, այսօր Ռուսաստանի վիճակը այնպիսին չի, որ դա հաջողվի, և կարող է նույնիսկ խորհրդարանական ընտրությունները, որը շատ ավելի կարևոր մակարդակ էր պայքարի համար, եթե նույնիսկ այն ժամանակ հաջողության չհասան, այսօր փորձելու են ցանկացած առիթ օգտագործել, որպեսզի գոնե կարողանան ռուսական կապանքներից պոկվեն։ Սա նաև դաս է մեզ համար, որ հասկանանք, որ ինչա կատարվում։ Մարդիկ պայքարում են իրանց իրավունքների համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի հարցազրույցը Փասփլուին։ Դե բանում Նյու Յորքում են հանդիպման ժամանակ հարցազրույց տվել ՄԱԿ-ի հետ ասոցացվող մեդիայի։ Հիմա հարց կարճ ուղղակի կարդամ, որոնք են օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդ քայլերը։ Ինչ է պատասխանում Անի Բադալյանը։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակոմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք՝ եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը։ Մենք պատրաստ ենք ստորագրել։ Դեռ մարտ ամսից պատրաստ էին մենոնք ստորագրել։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIP-ի, այսինքն Տրամփի երթուղու հետ կապված նախագծի իրականացմանը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեր մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։ Այդ հույս ունենալը միայն հույս է, որովհետև դեռ փաստաթուղթը ստորագրված չի, ուժի մեջ չի մտել, իսկ ապաշրջափակումը կոմունիկացիաների խաղաղության պայմանագրի մեջ է ներառված, ոչ թե Տրամփի ուղու հետ կապված փաստաթղթի։ Այսինքն քանի դա ստորագրված չի, նրա այդ ուղղությամբ որևէ քայլ առաջ չի տարվում։ Հիմա հարց է տալի՝ կլինեն բանակցություններ Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների վերաբերյալ։ Պատասխան. այո, մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կարող է նպաստել նաև մարդասիրական հարցերի լուծմանը։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և մենք այս թեման քննարկում ենք, առաջին հերթին Ադրբեջանի հետ, և փնտրում ենք դրական լուծումներ։ Կան անհետ կորած անձանց հարցեր։ Այս մարդասիրական հարցերն ավելի լայն պատկերի մաս են կազմում և իհարկե կարող են ամրապնդել մեր կողմից հաստատված խաղաղությունը։ Իհարկե ստեղ կտրականապես ստախոսություն է մեր իշխանությունների կողմից, կոնկրետ հարցը չի վերաբերում այս աղջկան, դե նա ընդամենը ասում այն, ինչ որ իրան ասում են, որ ասի։ Որովհետև եթե Հայաստանի վարչապետը կանգնում ասում է, որ մենք Արցախի հարցը փակել ենք 91 թվականին, անգամ մեղադրում է Հայաստանի նախկին ղեկավարներին, թե դուք ինչի եք զորք մտցրել Ադրբեջանի տարածք։ 92 թվականին դուք ո՞նց եք մտել Ադրբեջանի տարածք, եթե 91 թվականին Ալմատիի հռչակագիրը ստորագրվել։ Այսինքն այս ամեն ինչը ասելուց հետո դա նշանակում է, որ մեր իշխանություններն ընդունում են, որ Արցախի ղեկավարությունը իսկապես ապօրինի է։ Եթե 91 թվականին Արցախը Ադրբեջանի կազմում է, էլ ինչ ընտրություն, ինչ նախագահ, ինչ խորհրդարան եւ այլ, այսինքն բոլորը ոչ լեգիտիմ են, այդ բոլորը խախտել են Ադրբեջանի սահմանադրական կարգը։ Հայաստանի իշխանությունները ոնց պետք է պահանջեն, որ այդ մարդկանց ազատ արձակեք կամ տվեք մեզ։ Ադրբեջանից ասեցին նրանց, ում որ պահել ենք, բոլորը խախտել են Ադրբեջանի օրենքները։
Դատում ենք դրա համար։ Հայաստանը ոնց է այդ հարցը բարձրացնելու։ Եթե Հայաստանն ասել է մենք թուղթ ենք ստորագրել, որ չենք միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին։ Բա ոնց է սխառնվելու իրար։ Ինչեք խափում ես մարդկանց։ Դուք չգիտեք, որ դա չի լինելու։ Դուք չգիտեք, որ այդ հարցը չեք լուծելու, որովհետև դուք հրաժարվել եք, դուք համարել եք այդ մարդկանց անօրինական։ Եվ Ադրբեջանն ասել է, ես նրանց դատում եմ մեր օրենքը խախտելու համար։ Էլ ինչի մասին է խոսքը, ինչեք խափում, որ դուք դրանով զբաղվում եք։ Ճանաչելով, որ նրանք անօրինական են, ճանաչելով, որ սահմանադրական կարգը Ադրբեջանը վերականգնում եւ ճանաչելով Ադրբեջանի չմիջամտել նրա ներքին գործերին։ Էլ դուք ո՞նց եք դրանով զբաղվում։ Հիմա շարունակությունը նայենք, ոմենակ դրանով չփրծանք։ Ներկայում համաձայնագրի միջոցով ռուս զինվորները պարեկություն են իրականացնում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանին։ Արդյոք խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ այդ զինվորները կհեռանան։ Փաստորեն ըստ լոգիկայի պետք է հեռանան, չէ՞։ Օրը կգա բարին հետը կասեն դե թողեք դուս եկեք, արդեն Ամերիկան ճանապարհը աշխատացնում է, բայց ի՞նչ է պատասխանում։ Արտգործնախարարության ներկայացուցիչը։ Սա կարգավորում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով, ուստի սա չի վերաբերում մեր կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Եղավ ժողովուրդ ջան, այս մարդիկ խճճվել են ԱՄՆ Ռուսաստան շահերի սպասարկման խաչմերուկում։ Ինչ խաղաղության խաչմերուկ։ Այսինքն համարում ես, որ այդ ճանապարհը բացվելու է, Ամերիկան վերահսկողություն է սահմանելու, համատեղ ձեռնարկություն է ստեղծելու, որպեսզի այդ ճանապարհն աշխատի, այդ ճանապարհով հույս ես հայտնում, որ գոնե անվտանգություն կապահովի, որտեղ ով ռիսկ կանի Ամերիկայի կողմից սպասարկվող այդ գծին հարված հասցնի, Ամերիկան էլ ոնց ուզում է համապատասխան կոնտինգենտ կբերի, հիմա էլ ողջունում եք, ասում եք ամերիկացիք մարդիկ են բերել, որ գնան սահմանային վերահսկողության հետ կապված աշխատանքներ տանեն, եւ մեկ էլ ասում եք, բայց ռուսական սահմանապահն ի՞նչ կապ ունի Ամերիկայի փաստաթղթի հետ, որ նա լրիվ ուրիշ հարցով է կարգավորվում, դա դրա հետ կապ չունի։ Էսենք անվտանգության երաշխիքները, այս ձևի եք Ռուսաստանին Հայաստանից հանել, բա ասում եք ոգևորված հանեցինք ռուսներին, ամերիկացիներին բերեցինք, բա ասում եք տես բան չկա, որ հանած ըլնեիք, ամերիկացիներին բերեիք, մենք կտեսնեինք ռուսները ոնց եք հանել։ Հետո ադրբեջանցի հարց է տալի, որոշ պաշտոնյաներ ասում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, արդյոք դա քննարկվում է։ Հիմա պատասխան, խաղաղության պայմանագիրը սահմանադրության մասին ոչինչ չի ասում։ Գիտենք, որ չի ասում, նախապայման է դնում։ Հենց սկզբից մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ Հայաստանի սահմանադրության հետ ոչ մի խնդիր չկա։ Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև տարածաշրջանային ամբողջականության ճանաչում։ Մեզ համար սա երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրավական հիմք է, բայց պայմանագիրը ստորագրված չի, որ ուժի մեջ մտնի, որ ճանաչեք։ Նախաստորագրված է ընդամենը։ Փաստորեն ստացվում է այնպես, որ այո, մարդը ասում է, դու գիտես, որ Ադրբեջանը պայման է դնում, Արարատ Միրզոյանն էլ երեք էր ասում, Ադրբեջանը պայման է դնում, դրա համար չի ստորագրում։ Մենք էլ ասում ենք, իր դրած պայմանն անընդունել է։ Հետո ասում ենք, մենք ենք ուզում, որ խաղաղություն լինի, մենք ենք շահագրգռված պայմանագրով, բայց մենք չենք կարող հասնենք, որ նա էլ համաձայնվի կամ նա էլ շահագրգռված լինի։ Եվ հաջորդը նայենք, եթե նայենք ինչ է ասում լրագրողը, որը լավ գործին տեղյակ մարդիկ են, չէ՞ որ հարցերը տալիս են։ Եթե նայենք Թրամփի կողմից իր երկրորդ ժամկետում հայտարարված մյուս խաղաղության համաձայնագրերին, որոշները ավելի ամուր են թվում, քան մյուսները, որոնք կարծես ավելի շատ աշխատանքի կարիք ունեն։ Վստահ եք, որ այս նախաստորագրումը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այսինքն մարդը պարզ ասում է, նախաստորագրածը իրավական ուժ չունի, նախաստորագրածը որևէ ժամկետներ ու երաշխիքներ չի պարունակում իր մեջ։ Այդ երաշխիքները ընդհանրապես բանավոր ասել է Դոնալդ Տրամփը, պրոբլեմ կունենաք ինձ կզանգեք, այնը որ իրան զանգեն, սկի չգիտի զանգողը ով է, Ալբանիայից է զանգում, այն մյուս տղեն, թե Կամբոջայից է զանգում, այն մյուս տղեն։ Սա է։ Մարդը պարզ ասում է, ինչի եք հավատում, եթե այդքան տարբեր հարցերում Դոնալդ Տրամփի արածը այդքան էլ վստահելի չի։ Իսկ հիմա ինչ է ասում
արտգործնախարարության ներկայացուցիչ։ Այո, բայց խոսքը նաև իրականացման մասին է։ Ես կհաստատեի Հայաստանի կողմից, բայց մենք լավ լսում ենք ԱՄՆ-ի կողմից, որ կա բարձր պատրաստակամություն, անմիջապես ուսումնասիրելու իրականացումը։ Այսպիսով սա պարզապես թուղթ չէ, կա պատրաստակամություն և քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար։ Այսինքն Հայաստանի կողմից պատրաստակամությունն ու քաղաքական կամքը մենք գիտենք, բայց լրագրողը հարց է տալիս, որտեղ մնաց այդ վստահությունը, եթե Տրամպի կողմից ստորագրված անգամ պայմանագրերը երաշխիքների պայմաններում անգամ արդյունավետ չի գործում։ Նայեք ինչա կատարվում, ինչն է ձեզ ստիպում մտածել, որ սա լինելու է։ Այսինքն միջազգային հարթակներում հարցազրույց եք տալիս, մարդիկ էլ լսում են, դուք հարցերից հասկանում եք, որ իրանք հասկանում են, որ դուք իրականությանը չեք տիրապետում։ Այս հարցերում գոնե Արադ Միրզոյանը ավելի ազնիվ է, ինքը գոնե բացատրում է, որ ժողովուրդ ջան, այդ որ ասում եք ոգևորված խաղաղություն, այդքան էլ տենց չի։ Ադրբեջանը չի համաձայնվել, որ վաղը մյուս օրը չասեն, բա ասում եք խաղաղություն ենք բերել, բա ուր է։ Ինչից է կախված այդ խաղաղությունը, ուր է այդ երաշխիքները։ Իսկ այս ձևով մարդկանց ասում են սուզ մնացեք, հանգիստ տեղները նստեք, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նոր։ Էն էլ էս աշխարհը, որ ցանկացած տեղից կարա պայթյուն լինի, ցանկացած տեղ կարա լարվածություն լինի, ոչ պարտադիր չի դա հենց ուղղակի այս առիթով լինի։ Ամբողջ աշխարհը զինվում է, լարված է, ամբողջ աշխարհը խառնված է իրար, սպասում են նոր աշխարհակարգին, սպասում են դրան ուկրաինական պատերազմն ինչ ալնելու, որպեսզի վերաձևեն աշխարհը, նաև տարածաշրջանը, այդ ժամանակ մեզ մնում է ընդհանրապես մտածել, որ ուտել խմել ֆրֆռալ, համերգների մասնակցել եւ մնացած ովքեր ասում են, որ այս խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել, ասեն դե լավ եք էլի, հանգստացեք, վայելեք էլի կյանքը։ Թե ժողովուրդ ջան, այս իշխանությունը հանգիստ կյանք չի կարող բերի մեր հասարակությանը։ Իրանց համար կարող է, որտեղ իրանց համար ինչ արդյունք է լինի, իրանք հանգիստ են։ Թուրքի տակ կլնեն, Ադրբեջանի տակ, ռուսի թե որևէ մեկի, բայց դուք էլ եք այդ կարծիքին։ Ձեզ համար էլ է դա այդպես։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։